Դասի ընթացքում Աստղիկը ներկայացնում է հարկ թեման, իսկ ուսուցիչը լարված ուշադրությամբ լսում է։ Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, հարկը պետական եւ հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր եւ անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից, հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով եւ սահմանված ժամկետներում։ Ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից վճարվելիք գումարները հավաքվում են պետբյուջե։ Պետության եկամուտների 90%-ը ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից։ Վճարած հարկերի շնորհիվ պետությունը լուծում է կրթական, ռազմական, սոցիալական, առողջապահական, անվտանգության ոլորտներում առաջացած խնդիրները։ Հարկեր վճարելը պետությունը շնորհացնելու հրաշալի եղանակ է։ Աստղիկ ջան, իսկ այսքան տեղեկությունը որտեղից գիտես։ Ընկեր Հայրապետյան, իմ մորեղբայրն այդ ոլորտում է աշխատում։ Գրասենյակ, հարկային տեսուչը ստուգում է փաստաթղթերը, մռայլ հայացք ունի։ Փաստաթղթերում նկատում եմ անհամապատասխանություններ։ Ասում է տեսուչը գործարարին։ Տեսուչը ցույց է տալիս անհամապատասխանությունը։ Գործարարը ժպտում է, լուռ մի ծրար է սահեցնում սեղանի վրայով։ Տեսուչը տատանվում է, բայց վերցնում է ծրարը։ Թող ոչ ոք չիմանա այս մասին։ Նայում են իրար։ Տեսուչը ստորագրում է եւ բարձրաձայն ասում. Ամեն ինչ կարգին է։ Գործարարը հաղթական ժպիտ է ընդունում։ Հանկարծ ցնցում։ Դպրոցական շենքը դղրդում է։ Երեխաները դասասենյակում են։ Ճաքեր, փոշի, ճիչեր, առաստաղը փլվում է։ Աստղիկը անշարժ։ Տեսուչը գրասենյակում է։ Նա խուճապահար զանգում է քրոջը։ Աստղիկը դպրոցում է։ Քույրը լացակումած։ Հիվանդանոց։ Բժիշկը գլուխն է ցած իջեցնում։ Տեսուչի ձայնը։ Եթե շենքը ամուր լիներ, հարկ չվճարելը կարող է արժանալ երեխայի կյանք։ Գործարարը գինի է խմում, իր շքեղ տան պատշգամբում։ Տղաս առաջնագծում է։ Իր ասելով հայրենիքն է պաշտպանում։ Պատերազմի դաշտ։ Տղան մոտ 20 տարեկան, զենքը ձեռքին։ Տղան կրակում է, բայց փամփուշտը վերջանում է։ Պարոն Մաթևոսյան, տղատ, չհասցրին փրկել։ Հարկ վճարելը ոչ միայն օրենքով սահմանված պարտավորություն է, այլև նվիրվածություն պետությանը, հոգատարություն հասարակության նկատմամբ։ Երբ վճարում ենք հարկերը, կառուցում ենք ճանապարհներ, ապահովում կրթություն, բուժօգնություն, անվտանգություն։ Պետությունը մենք ենք, եւ միայն մեր քաղաքացիական, իրավական գիտակցությամբ կարող է այն դառնալ զարգացած ու ամուր։ Վճարենք արդարաբար, շենացնելու համար մեր հայրենիքը։